Պետք է խոստովանեմ, որ թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն ու քննադատությունն է, բայց ուզում եմ միանգամից ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը հետևյալ պատճառաբանությամբ։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը այո տվել է թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում, բայց հեղափոխությունը եւ անձամբ ես խոստացել ենք նաեւ, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն ինչպես ենք համատեղելու այդ թվում է իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերը իրար չեն հակասում եւ մենք հենց այդ օրակարգերի իրակցմամբ ենք զբաղված եղել եւ շարունակում ենք դրանով զբաղվել, այն է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին եւ Հայաստանի Հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի եւ ինստիտուցիոնալ։